Հստակ լինի դիագնոզը, ապորնի напряжение ենք ստեղծել ռեզիստիվնի ձելիցելով 12 մտնողը դառնում է 5 վոլտ, 5 վոլտը կիսվում է 2.5 դատչիկների ապորնի напряжение-ը։ Հիմա տեսնենք Диагностикան ինչա ցույց տալիս։ No fault code, ошибка չկա։ Մեզ հետաքրքիր է սա։ Վոլտաժը 254 վոլտը ստեղծել ենք ռեզիստիվնի ձիլիցելով։ Նորից կարդանք No fault code, ошибка չկա։ Երկու արագության դատչիկն էլ սկսեց աշխատել։ Հիմա դնում ենք սկորուստի, զգացվում է, որ նստեց սկորուստի։ Առանց դմփոցի է նստում, հստակ նստում է սկորուստի։ Այսքան փոխելուց հետո Այսքան փոխելուց հետո նորից աշիպկաների կոդերը ստուգենք։ Չկա աշիպկա։ Բլոկն էլ հաշ-հաշն է։ Մեքենայի մայրական բլոկն է։ Այս ամեն ինչի պատճառը, այս հավաքած սխեմայի պատճառը այս միկրոսխեման է, որ փչացած է։ Այս միկրոսխեման է ձևավորում 2.5 վոլտաժը ապորնի։ Ինքը չի տալիս այդ հոսանքը։